Ամբողջ շաբաթ պատրաստվում ես, մտածում ես ու ամեն անգամ անդրադարձ ես կատարում, թե ինչքան օրհնված ենք, որ ունենք այս հնարավորությունը միասին այստեղ գտնվելու, այս շաբաթվա մեկ օրը Աստծո խոսքը սերտելու եւ սերտելու մեր հայրերի, մեր սուրբ հայրերի մտքի հիման վրա, որովհետեւ բազում սերտողություններ կան ու ես սա չեմ դադարում ասելուց, բայց ամեն սերտողություն չէ, որ մեր եկեղեցու ուսմունքի հիման վրա է, դրա համար շատ ժամանակ է պետք, իրենց ընթերցել է պետք, իրենց միտքը հասկանալ է պետք, դրա համար նաև խնդրում եմ, որ դուք էլ այդ փոքրիկ պատառիկը, որ email-ով ուղարկում եմ ձեզ, ընթերցեք, որ պատրաստված գանք, գոնե նախաճաշակ ունենանք, թե ինչի մասին է խոսքը լինելու։ Հասել ենք Գործք առաքելոցի 3-րդ գլխին, առաջի մասն ենք անելու միասնաբար, 1-ից 11 համարները, որոնք կարճ են, բայց շատ հետաքրքիր ու մեր կյանքի հետ շատ առնչված։ Խորքի մեջ ինչպես ամեն անգամ անում ենք, երբեմն երբ որ երկար է տեքստը չեմ ընթերցում, բայց նախորդ տեքստը կարճ էր, ընթերցեմ, որ այսօրվա տեքստը ավելի լավ հասկանանք։ Նախորդ 2-րդ գլխի վերջի բաժինն էր, որ ասում էր. այս լսելով ներկաները զղջացին իրենց սրտերում եւ ասացին Պետրոսին եւ մյուս առաքյալներին. Ինչ պիտի անենք, եղբայրներ։ Պետրոսը նրանց ասաց. ապաշխարեցեք եւ ձեզանից յուրաքանչյուրը թող մկրտվի Տեր Հիսուս Քրիստոսի անունով մեղքերի թողության համար եւ պիտի ընդունեք Սուրբ Հոգու պարգևը, որովհետեւ խոստումը ձեզ համար է, ձեր որդիների եւ բոլոր հեռավորների համար, որոնց կնկանչի մեր Տեր Աստվածը։ Եվ Պետրոսը ուրիշ շատ խոսքերով վկայություն էր բերում, մխիթարում նրանց ու ասում. ազատեցեք ձեր անձերը այս խոտորյալ սերնդից։ Ոմանք հոժարությամբ ընդունելով նրա խոսքը մկրտվեցին եւ այն օրը նրանք մոտ 3000 հոգով ավելացան։ Եվ նրանք հարատևում էին առաքյալների ուսուցման, հաղորդության, հացի բեկման եւ աղոթքների մեջ, ամեն մարդու վրա ընկել էր ահ եւ երկյուղ, եւ առաքյալների ձեռքով բազում նշաններ եւ զարմանալի գործեր էին կատարվում, հավատացյալներն ամենքը միասին էին եւ ինչ որ ունեին հասարակած էր, նրանք վաճառում էին իրենց կալվածքներն ու ինչքերը եւ բաժանում էին բոլորին, ում ինչ որ պետք լիներ։ Ամեն օր միասիրտ վաղ գնում էին տաճար, տներում էին հացը կտրում եւ ուրախությամբ ու սրտի պարզությամբ էին կերակուրուտում, օրհնում էին Աստծուն եւ ամբողջ ժողովրդի մեջ հարգանք էին վայելում եւ Տերը օրեցօր փրկվածներին նրանց թվի վրա ավելացնում էր։ Սա հրաշալի համար էր, մեր նախորդ համարն էր, հատվածը, եւ այսօրվա հատվածը արդեն 3-րդի սկիզբն է, որ ասում եմ Պետրոսը եւ Հովհաննեսը տաճար էին բարձրանում կեսօրից հետո ժամը 3-ի աղոթքի համար եւ մորից կախ ծնված մի մարդ կար, որին միշտ վերցնում էին ու դնում տաճարի այն դռանը, որ կոչվում էր Գեղեցիկ, որպիսի նա տաճար մտնողներից ողորմություն խնդրի։ Սա տեսնելով Պետրոսին եւ Հովհաննեսին, որոնք տաճար էին մտնում, աղաչում էր, որ ողորմություն ստանա։ Պետրոսը նրան նայեց Հովհաննեսի հետ եւ ասաց. «Նայիր մեզ»։ Նա դարձավ դեպի նրանք եւ ակնկալում էր նրանցից մի բան ստանալ։ Եվ Պետրոսն ասաց. «Արծաթ եւ ոսկի չունեմ, բայց ինչ որ ունեմ, քեզ կտամ։ Հանուն Նազովրեցի Հիսուս Քրիստոսի վեր կաց եւ քայլիր»։ Եվ բռնելով նրա աջ ձեռքից վեր կացրեց նրան եւ իսկույն ամրացան նրա ազդրեժն ու սրունքները, նա վեր ցատկեց եւ սկսեց քայլել ու նրանց հետ տաճար մտավ, քայլում էր եւ վազվզում ու օրհնում Աստծուն։ Եվ ամբողջ ժողովուրդը տեսավ նրան քայլելիս եւ Աստծուն օրհնելիս։ Եվ նրան ճանաչեցին, թե նա էր, որ նստում էր տաճարի գեղեցիկ դռան մոտ ողորմություն ստանալու համար։ Եվ եղած նշանի վրա զարմանքով լցվեցին, եւ մինչ նա Պետրոսին եւ Հովհաննեսին բաց չէր թողնում, ամբողջ ժողովուրդը զարմացած վազեց նրանց մոտ դեպի այն բակը, որ կոչվում էր Սողոմոնի բակ։ Ահա այս գեղեցիկ հատվածն է, որ իրար հետ պիտի սերտենք, բնականաբար բոլորս էլ այս հատվածը գիտենք, ընթերցել ենք, բայց ինքը հետաքրքիր է, ինչպես ամեն անգամ տեսնում ենք, այնքան մանրամասներ ունի իր մեջ եւ այնքան գեղեցիկ մտքեր կան, որ հայրերը մեզ փոխանցում էր, որ միասնաբար պիտի այսօր սերտենք։ Ուրեմն ամեն անգամ, ինչպես անում եմ, ընդհանուր մի նկարագրական տալով, an overview անգլերենով ասած, որ հետեւյալն է, որ սա առաջին եկեղեցու համբարձումից հետո առաջի եկեղեցու առաջի մեծ հրաշքն է, որը որ մեծ հետևանք թողեց, որովհետև 3-րդ գլուխը ամբողջ երբ որ սերտենք ու հետո նույնիսկ 4-րդ գլուխը սերտենք, պիտի տեսնենք, որ երկու գլուխների ընթացքում այս մեծ հրաշքը մեծ փոփոխություն է բերում Երուսաղեմի ժողովրդի մեջ
եւ առաքյալների կյանքում եւ նորից հрьяաների քահանայապետներն ինչ են անում եւ այսպես շարունակ։ Ուրեմն ահա թե ինչու Ղուկասը որոշեց այս հրաշքի մասին գրել, որովհետև 2:43-ում նոր ընթերցեցի, ասում է բազում նշաններ կատարվում էին առաքյալների ձեռքով արդեն։ Սա այնպես չէր, որ միակն էր, բայց այս մեկը կարևոր հետևանքներ թողեց ու դրա համար էր, որ Ղուկաս ավետարանիչը, որ Գորս Կարաքելոցի նաև հեղինակն է, որոշեց այս հրաշքը գրել ու սրա մասին բավական մանրակրկիտ խոսել։ Ուրեմն ինչպես անում ենք ամեն անգամ մեր հայրերի թողած ճանապարհով, փորձենք նախադասություն առ նախադասություն վերլուծել ու տեսնել ինչ կարող ենք ստանալ այս հատվածից։ Ասում է Պետրոսը եւ Հովհաննեսը տաճար էին բարձրանում կեսօրից հետո ժամը 3-ի աղոթքի համար։ Սուրբ Հովհան Ոսկեբերյանը, եթե նկատեցիք, հետաքրքիր մի շեշտ ունի, որ 5-րդ դարի մեր մեծ սուրբն է, ով ասում է, որ պատահական չի, որ շատ հաճախ Պետրոսին ու Հովհաննեսին իրար հետ ենք տեսնում, ինչպես այլակերպության դեպքում, ինչպես հայրուսի աղջկա հարության դեպքում, ինչպես նույնիսկ երբ որ թափուր էր գերեզման, այսինքն դատարկ, այս երկուսը վազեցին գերեզման, որ տեսնեն արդյոք Քրիստոս հարություն է առել թե չէ, եւ նույնիսկ վերջում, երբ որ արդեն հարուցյալ Քրիստոս վերջի պահին ձգնորսության ժամանակ իրանց երևաց, Պետրոսը թեքվեց ու ասեց. «Տեր, իսկ իրա հետ ինչա լինելու»։ Խոսքը բնականաբար Հովհաննեսի մասին էր, եւ Տերը պատասխանեց. «Քեզ ինչ, եթե ես ուզում եմ, որ նա մնա մինչև ես գամ»։ Այսինքն ամեն անգամ տեսնում ենք, որ Հովհաննեսն ու Պետրոսը իրար հետ են, եւ սա Ոսկեբերյանն ասում է պատահական չի, որովհետեւ իրենք մտքով էլ իրար մոտ էին։ Եվ Հովհաննեսը եղբայր ուներ, եւ Պետրոսը եղբայր ուներ։ Պետրոսի եղբայրը Անդրեասն էր, Հովհաննեսի եղբայրն էլ Հակոբոսն էր։ Բայց արի ու տես, որ հաճախ տեսնում ենք այս երկուսին իրար հետ, որը ընկերության նշան է, ոչ թե արյունակցական եղբայրության, ու սա շատ հաճախ կարևոր է, որովհետև կարող ես քեզ հոգեհարազատ մարդու հետ ավելի մոտ լինել, քան նույնիսկ քո արյունակցական եղբոր կամ քրոջ, եւ սա նաեւ մենք այստեղ ենք տեսնում։ Եվ նաեւ տեսնում ենք, ինչպես որ հայրերն ասեցին, այն մոդելը, ինչ որ Քրիստոս դրեց, որ երկու էր ուղարկում առաքյալներին։ Եթե կհիշեք Ղուկաս 10-ում եւ այլուր, մենք տեսնում ենք նաեւ Մատթեոս 10-ի մեջ ենք սա տեսնում, որ երկու էր ուղարկում առաքյալներին գնալու եւ տարածելու ավետարանը։ Եվ փաստորեն այն, ինչ որ Հիսուս դրեց դեռ իր կենթանության օրոք, իր մարմնավոր վիճակում, երկրի վիճակում, նաեւ շարունակեցին առաքյալները եւ երկու էին գնում։ Հետաքրքրորեն այս նոր աղանդները, որ Եհովայի վկաները եւ մյուսներ, այս նույն մոդելը որդեգրել են, որը բավական օգտաշատ է, որովհետեւ հաճախ, եթե երկուսով ես եւ իրապես իրար հետ մտերիմ եք, շատ ավելի զորեղ եք, քան առանձին։ Եվ այստեղ տեքստը պատահական չի, որ ասում է ոչ թե գնում էին տաճար, այլ բարձրանում էին տաճար։ Ընդհանրապես ամեն մի բառ, ամեն մի տառ անգամ, ինչպես մեր Տերն էր ասում, Հիսուս Քրիստոս իմաստ ունի Աստվածաշունչ մատյանում, եւ ինչու էր ասում բարձրանում էին տաճար, բնականաբար ոչ թե ֆիզիկական բարձրանալու մասին էր խոսքը առավել, այլ նախ եւ առաջ, որ մենք ամեն անգամ, երբ որ եկեղեցի ենք գնում, իրապես բարձրանում ենք աշխարհայինից, փորձում ենք մի պահ թողնել այդ հոգսերը, այդ դժվարությունները եւ գնալ ու Աստծո հետ հարաբերվել առանց այդ ամենի։ Ու դրա համար սա նաև մեր համար, բոլորիս համար պատգամ էր, մեսիջ էր, որ պիտի եկեղեցի գնալիս, Աստծո տուն գնալիս բարձրանանք։ Եվ հետաքրքրորեն նաև այստեղ փաստորեն մի շատ կարևոր փաստել է նշվում, որ ժամը 3-ի աղոթքի համար էին գնում։ Խորքի մեջ իրականում, ինչպես որ ես նախորդ անգամներն էլ ասեցի, մեր նոր թարգմանությունը, որ կոչվում է Էջմիածին թարգմանություն, ժամերը փոխել է։ Իրականում Աստվածաշունչ Մատյանը ասում է ժամը 9-ի աղոթքին, որ այսօրվա հասկացողությամբ ցերեկվա 3-ն է, բայց իրական ճիշտ գրաբար օրինակ երբեք չի փոխել։ Ժամը 9-ի աղոթքն էր, որ այսօրվա հասկացողությամբ ժամը 3-ն էր։ Իսկ ինչու էր սա նաև կարևոր, հայրերը ստեղ էլ շատ հստակ նշան են տեսնում, որովհետև հենց այս նույն ժամին Քրիստոս խաչվեց։ Ժամը 9-ին ավետարանիչն ասում է, մենք Մարկոս ավետարանը սերտեցինք 15-ի մեջ, ասում է ժամը 9-ի մոտ էր, երբ Տեր իր հոգին ավանդեց, ոչ թե խաչվեց, այլ հոգին ավանդեց ներողություն, այսինքն մահացավ եւ հենց այստեղ է, որ հիմա պիտի տեսնենք, որ հենց 3-ին իրեն գնում են եւ գնում են ոչ այլ բանի համար, եթե ոչ մեկին բարձրացնելու, այսինքն հարություն տալու, որտեղ նույն բառն է հունարենում, բարձրացնելն ու հարություն տալը, այս սրա համար, այսինքն գործը շարունակվում էր։ Եվ նաև ուրիշ մի միտք էլ կա, որ հрьяաները օրվա մեջ
մի քանի անգամ գնում էին տաճար աղոթքի։ Եվ դրա համար է ասում, սա ժամը 3-ի աղոթքն էր, որ գնում էին։ Ուրեմն օրվա ընթացքում մի քանի աղոթքներ կային, որ իրենք անում էին, օրինակ 3-ի աղոթքը, 6-ի աղոթքը, 9-ի աղոթքը կամ 11-ի աղոթքը, որ մեր հասկացածով առավոտյան 9 կեսօր ժամը 3 եւ ժամը 6 երեկոյան աղոթքներ։ Ուրեմն այս աղոթքները արդեն հին հрьяաները օրական մի քանի անգամ անում են։ Ու ինչու եմ սա ասում, որովհետեւ հաճախ լինելով եկեղեցում այսքան երկար ժամանակ, միշտ ինձ հարցնում էին, որ նախ շատ կարևոր բան ասեմ, գրեթե ժամերգություններ չէին կատարվում, միայն Սրբոց Ղևոնդյանցումով շատ ապրիլ Տեր Հովսեփ Ավագահանան, որ մշտապես ինքն է անում, շաբաթվա մեջ 1-2 օր, բայց ընդհանուր առմամբ նույնիսկ այդ շաբաթվա մեջ 1-2 օր մեկ անգամ անել էլի մեծ բան է մեզ համար, իսկ խորքի մեջ հрьяաներից առավել մենք Աստվածավախ ենք եղել, որովհետև մեր ժամերգությունները ոչ թե գիշերային, ցերեկվա եւ երեկոյան են եղել, այլ 9 են եղել, որը որ մենք կամ 7 ըստ բանի 9 հատ, բայց 7 հանունով, որոնք ուզում եմ նորից հիշեցնել, որ հայ մարդը իրապես օրը մի քանի անգամ աղոթքի է գնացել եւ Աստծուն իր սիրտն է բացել ու խոսել Աստծու հետ, ու դրա համար առաջին մեր աղոթքը, որ ժամերգություն են կոչվում, գիշերայինն է, հետո գալիս է առավոտյանը, հետո գալիս է նոր արևագալինը, այսինքն արևը բացվելուց առաջ արդեն 2 ժամերգություններ կան, հետո ճաշու ժամերն են, որ 3-րդ, 6-րդ եւ 9-րդ, նույն ինչ որ այսօր ենք տեսնում, ինքը 9-րդ ժամի աղոթքին էին առաքյալները գնում, նույնը մեզ համար է այստեղ, հետո կա երեկոյան աղոթք ու խաղաղական ու հանգստյան աղոթքներ։ Խաղաղականն ու հանգստյանն ամենից ճանաչվածներն են մեր մեջ, որովհետեւ մեծ Պասխի շրջանում, երբ որ հսկումներ են անում, այս երկու աղոթքներն են կատարվում ամեն չորեքշաբթի կամ ուրբաթ օրերին, բայց պատկերացնենք, որ այս բոլորը ամեն օր կատարվել են, որովհետև մարդ կարիք է զգացել Աստծո հետ լինելու եւ Աստծո հետ աղոթակից կամ ժողովրդի հետ միասին Աստծուն աղոթք անելու։ Եվ հիմա ուրեմն աղոթքի են բարձրանում դեպի տաճար եւ միանգամից տեքստը փոխում է առաքյալը եւ կենտրոնանում է մի շատ կարեւոր նյութի վրա, որ մորից կախծնված մի մարդ կար, որին միշտ վերցնում էին ու դնում տաճարի այն դռանը, որ հետո շարունակությունը կլինի, որ կոչվում է գեղեցիկ, բայց ես այստեղ եմ կանգնացրել, ուզում եմ մի քանի կարևոր բանի մասին խոսել։ Նախ շատ կարևորում է մի միտք, որ մորից էր արդեն այս մարդը կախծնված, այսինքն ի սկզբանե այս մարդը քայլել չի իմացել։ Իսկ քանի տարի քայլել չէր իմացել, եթե անդրադարձակ մեկնությունները նայեցիք, սրա մասին հաջորդ գլխում Գործք 4:22-ում է խոսում նույն առաքյալը, ասելով, որ 40 տարեկան էր։ Ուրեմն 40 տարի այս մարդը չի քայլել, իծն է, կաղ է եղել, եւ այստեղ ինչու նաեւ բերեցի այս երկուսը իրար մոտեցրեցի, որովհետեւ հաճախ եմ Օրիգինեսի օրինակը վերում, այդ մեծ տան, որ ասում էր Աստվածաշունչը մեծ տուն կարծես լինի եւ բազում դռներով ու ամեն մի դռան մեջ բանալի կա, բայց այդ դռան բանալին չի, գտնելու ենք ճիշտ բանալին ու ճիշտ դուռը որ բացենք, սա լավագույն օրինակն է։ Երրորդի մեջ նշում է մարդու մասին, 4 գլխում ասում է թե քանի տարեկան էր, այսինքն մեկը մյուսին լրացնում է։ Ու սա նաև ուղղափառ ընկալման համար է կարևոր, որ ինչ որ մի նախադասության վրա Աստվածաշնչի չկենտրոնանանք ու ասենք ես այս ինչ համարն եմ նախընտրում, բոլորը իրար հետ կապված են եւ բոլորը պիտի իմանանք։ Ուրեմն 40 տարեկան էր այս մարդը, որ մորից կաղեր եւ հին շրջանում, եթե հիմա մեր համար 40-ը միջին հասակ է, հին շրջանում սա արդեն բավականին հասունացած հասակ էր, այսինքն կյանքի վերջում էր անձը եւ դեռ երբեք չէր քայլել ու նաեւ հետո պիտի տեսնենք, նաեւ երբեք տաճար էլ չէր մտել, որը շատ կարեւոր է։ Այս մարդուն ուզում եմ մի քիչ անդրադառնանք ու տեսնենք, թե մենք ինչ նմանություն ունենք իր հետ։ Սա մի անձ էր, որ ինքն իր կամքով չի կարող ապրել, այլ ենթակա է ուրիշների կամքին, ուրիշները իրեն պիտի տանեն, ուրիշները իրեն պիտի բերեն, եւ սա հետաքրքիր է։ Իսկ ովքեր են այս ուրիշները, սա էլ է շատ կարեւոր։ Արդյոք օգնող մարդիկ են, սրտացավ մարդիկ են, թե շահամոլ մարդիկ են։ Հիմա պիտի տեսնենք, որ այս պարագայում այս մարդիկ շահամոլ մարդիկ են, որովհետև այս մարդուն տանում դնում են տաճարի դռան առջև, որպեսզի նրա միջոցով գումար վաստակեն եւ դրանով իրենց կյանքը ապահովեն առանց Երևանալու։ Երևանում էլ ժամանակին տղայիս տարիքին է, հիշում եմ, որ կային մուրացկաններ, որոնց բերում էին, հետո այդ մուրացկաններից գումարի զգալի մասը վերցնում էին։ Փաստորեն նման մի վիճակ է։ Չակերտավոր բարեկամը խորքի մեջ շահագործում էր այս
մարդուն, ով անդամալույծ էր։ Եվ այստեղ շատ կարևոր հարց է ծագում, բալավ, այս ընթացքում, որ 40 տարեկան էր այս մարդը, արդյոք առիթ չեղավ, իսկ Քրիստոս քանի անգամ Երուսաղեմ եկավ ու գնաց, Քրիստոսին մոտեցնեին եւ Հիսուս բուժեր։ Ու պատասխանը երկուստեք է, նախ ենթադրվում է, որ այս մարդիկ չէին ուզում Քրիստոսին մոտեցնել, որտեղ եթե Քրիստոսին մոտեցնեին, շահից կզրկվեին, կբժշկվեին, էլ չեր մուրա եւ մարդիկ էլ գումար չէին տա, որ իրենց կգար։ Եվ երկրորդը, որ նաև հոգևոր մեկնությունն է, հետեւյալն է, որ բնականաբար Քրիստոս բոլորին գիտի եւ նաև այս մարդուն գիտեր, բայց դիտավորյալ իրեն չբժշկեց, որովհետեւ նրա այս անձի միջոցով, որի անունը գրված չի, պիտի ցույց տար իր առաքելության շարունակությունը, այն ինչ որ ինքը անում էր, շարունակվում է եկեղեցու միջոցով, առաքյալների միջոցով։ Ու սա շատ կարևոր պատգամ է, որ գործք առաքելոցը մեզ տալիս է։ Ու պատահական չի, որ Ղուկասի ավետարանը գրելուց հետո գրեց գործքը, որպեսզի ցույց տա, որ Քրիստոս ինչ որ սկսեց, չի վերջացել, այլ շարունակվում է այս դեպքում արդեն իր եկեղեցով, որովհետև Քրիստոս ընդամենը 33 տարվա համար չէր աշխարհում։ Քրիստոս եկավ հավիտյան այս աշխարհում լինելու համար եւ մեր հետ լինելու համար, ինչպես որ ասաց Մատթեոս 28-ի մեջ։ Եվ շարունակում է այդ դռան անունը կոչվում էր Գեղեցիկ, որպեսզի նա տաճար մտնողներից ողորմություն խնդրի։ Հետաքրքիր է այս միտքը, որ հաճախ մարդուն բերում են դեպի Աստծո տան դուռը, բայց փոխանակ Աստծոց օրհնություն ստանալու դրամ են ցանկանում վերցնելու, մարդու կյանքն էլ է հաճախ այդպիսին, Աստծո օրհնություններն այնտեղ են, Աստծո տաճարն այնտեղ է, բայց մեր ուշադրությունը ոչ թե Աստծո թողած օրհնությունն է կամ փոխանցած օրհնությունն է, այլ նյութն է ու շահն է, ու հաճախ հենց սա էլ մենք տեսնում ենք։ Ու դրա համար նաև այստեղ ուզում եմ մեկ անգամ եւս շեշտել, որ շատ անձինք կան, ովքեր որ փոքրոքի են ու խիղճ մտանք էլ չունեն, որովհետև երբ որ ընկածին կամ անդամալույծին տեսնում ես, փորձում ես օգնել, իսկ ոմանք էլ կան, որ փորձում են օգտագործել այդ վիճակը ավելի մեծ շահ ստանալու համար։ Եվ ուզում եմ մի բան նաև էլի եմ այս մասին խոսել, ուզում եմ նորից անդրադառնանք, թե այս տաճարը, որ երրորդ տաճարն էր հրեական, որ Հերովդեսի տաճար է կոչվում, ինչ ուներ իր մեջ, որպեսզի լավ հասկանանք, թե այս գեղեցիկ դուռը որտեղ էր, կամ այս մարդը ինչ էր անում։ Ընդհանրապես մոտավորապես, քանի որ ինքը ամբողջությամբ քանդված է, ինչ էլ լինի պարագան, մարդիկ ենթադրում են ինչպիսին էր, տաճարը ուներ 9 դուռ, որոնցից առաջինը ճակատայինը, որ հիմա այստեղ տեսնում եք, գեղեցիկ դուռ կոչվածն է, որ ճակատային հիմնական դուռն է, որտեղ այս մարդուն էին վերել, որտեղ ավելի շատ ժողովուրդ այդտեղով էր մտնում անցնում եւ ուզում էին, որ այդ մարդը այդտեղ մուրար։ Դրանից բացի կար ուրեմն հեթանոսների բաժինը, հետաքրքիր է, հեթանոսներին թողնում էին աղոթել, բայց ոչ տաճարի պատերից ներս, պարիսպից ներս, այլ պարիսպից դուրս։ Ներսում թողնում էին աղոթել հրյա կանանց եւ կոչվում էր հրյա կանանց բաժին։ Դրանից հետո արդեն մուտքը մոտավորապես ներսը արդեն տեսնում եք տղամարդկանց բաժինը, որ առանձնացված էր, կանանց առանձին տեղ էին թողնում, իսկ ավելի սրբություններին մոտ տղամարդկանց բաժին էր, որից հետո արդեն գալիս էր քահանաների բաժինը, որոնք արդեն իրենք էլ այդ սրբություն սրբոցին մեջ կարող էին մտնել, սրբություն սրբոցը մեկ անգամ էր, բայց սրբությունների մեջ մտնում էին, զոհ էին մատուցում Աստծո եւ ժողովրդի համար։ Ուրեմն փաստորեն բավական այսպես բաժանված էր տաճարը, ու այսօրվա մեր ընկալման մեջ, քրիստոնեական ընկալման մեջ, ես սրա համար նաև սա դրեցի, շատ հաճախ անընդունելի, որովհետև մեզ համար չկա տենց ընկալում, որ կինը եկեղեցում ուրիշ տեղ ավելի հետ պիտի լինի, տղամարդը ավելի առջև պիտի լինի, որովհետև Քրիստոս եկավ ասելու, որ այլևս չկա կին ու տղամարդ, չկա աղքատ հարուստ, չկա ծառական տեր, այլ բոլորս Քրիստոսով ենք, ու մեր համար այդ բաժանումը, որ այսօր իսլամների, մուսուլմանների մեջ շատ կա, մեզ համար սա ընդունելի չի եղել։ Ու սա շատ կարևոր է, որ մենք հասկանանք։ Եվ փաստորեն ինչ եղավ, որ արդեն ես ասում եմ տեսնելով Պետրոսին եւ Հովհաննեսին, որոնք տաճար էին մտնում, աղաչում էր, որ ողորմություն ստանար։ Հետաքրքիր է, որ այստեղ միանգամից գալիս ենք արդեն բուն նյութին, որ մարդը տեսավ, սովորական մարդկանց նման, այս մարդիկ էլ են անցնում, հրյաներ են, եւ իրենցից ակնկալություն ուներ եւ աղաչում էր, որպեսզի գումար ստանա։ Բայց չէր անդրադառնում, որ ինչ որ ինքը ակնկալելու է, ինքը դա չի ստանալու,
ստանալու է լրիվ այլ բան, որը շատ ավելի կարևոր է, քան իր ակնկալած։ Ու այստեղ այս միտքն եմ ուզում բերել, որ հաճախ ոչ ինքն է իմանում, թե Աստված հիմա իր կյանքում ինչ գործ է կատարելու, եւ նաեւ առաքյալներն էլ չգիտեն, թե Աստված իրենց միջոցով ինչ գործ է կատարելու, բայց երկուսին էլ մոտ բերողը Աստված ինքն էր, որովհետեւ երկուսի միջոցով ցույց տա իր փառք եւ մեր կյանքում հաճախ լինում է, որովհետեւ մենք իբրև քրիստոնյա միշտ ասում ենք, որ պատահականություններ չկան։ Հիմա մեր այստեղ գտնվելը պատահական չի։ Որևէ բան կյանքում պատահական չի լինում եւ սա է պարագան, որ եթե կա այս դեպքը, օրինակ այս դեպքում այս անձը եւ երկու առաքյալների ներկա գտնվելն իրար հետ, սա Աստծո համար էր, Աստծո ծրագրի մեջ էր եւ Աստծո փառքի համար էր։ Եվ հիմա գալիս է արդեն իրենց այս հարաբերությունը, շփումը։ Պետրոսը նրան նայեց Հովհաննեսի հետ եւ ասաց. «Նայիր մեզ»։ Ուզում եմ նախ ամենակարևորը շեշտել, որ երբեք չնայած ամեն անգամ Պետրոսին է շեշտում Ղուկասը, մենք ընթերցեցինք արդեն առաջի գլխից սկսած, հասել ենք 3-րդ գլխին, բայց միշտ Պետրոսի հետ բերում է եւ առաքյալներին, այս դեպքում նաեւ Հովհաննեսին, որպեսզի չթվա, որ մենակ Պետրոսն է։ Ու նորից ուզում եմ շեշտել, Պետրոսը այն անձն էր, որ ուներ ավելի լավ խոսելու ձիրք եւ ավելի քաջ էր։ Այդ կողմից շնորհալի էր, այդ շնորհներն ուներ, ու դրա համար ինքն էր առաջամարտիկը, այսպես կոչված, բայց երբեք այնպես չի եղել, որ Պետրոսը առաջինն է ու մնացածն իրենից ցածր, մի բան, որ Հռոմի եկեղեցին միջև օրս փորձում է ուսուցանել, բայց այդպիսի բան հին եկեղեցիներ երբեք չեն ընդունել։ Ու այստեղի այս խոսակցությունն է գալիս, այս մի նախադասությունը կամ երկու բառերը, բառակապակցությունը, որ հրաշքա ասում է նայիր մեզ։ Եվ ինչ է այստեղ ուզում ասել Պետրոսը, որ մեր վրա կենտրոնացի։ Որովհետև իրականում խորքի մեջ, նույնիսկ եկեղեցում բոլորս կարող ենք վկայել, երբ որ մենք եկեղեցում փորձում ենք աղոթել, լինի պատարագին, թե առանձնական աղոթքների ժամանակ, մեր միտքը ցրված է, ամենուր ենք։ Միգուցե եւ միտեղ ենք նայում, բայց ամբողջ մտքերով, չգիտես, աշխարհի ամեն վայրում ենք։ Ու որpիսի դու օրհնություն ստանաս քո կյանքում, դու պիտի կենտրոնանաս։ Ավելի կոնկրետ դու պիտի կենտրոնանաս առաքյալների վրա, ավելի կոնկրետ առաքյալների միջոցով Քրիստոսի վրա։ Ու սա շատ կարևոր հանգամանք է։ Ուրեմն հայկը եւ մեզանից յուրաքանչյուրն էստեղ, եթե պիտի ինչ-որ օրհնություն ստանան, հիմա սկսելու է այդ օրհնությունը, պիտի կենտրոնանան ու պիտի նայեն դեպի Քրիստոսի առաքյալներն ու Քրիստոսին, այլապես վախը, ցրվածությունը, անվստահությունը, հոգնածությունը, այս ամբողջը մեզ շեղում են կոնկրետ կյանքի իմաստից ու նպատակից։ Իսկ սրանք շատ են մեր կյանքում, վստահ եմ այսօր գալուց էլ հազարու մի մտքեր ունեինք, հազարու մի մտահոգություններ ունեինք, բայց հենց այստեղ է, որ առաքյալը Աստված այս տեքստով մեզ ասում է նայիր մեզ, մի պա թող այս ամենը։ Եվ դրա համար այստեղ նաև ուզեցի այս Սաղմոս 120 կամ 121-ը մեջ բերել, որտեղ ասում էր ես բարձրացեցի իմ աչքերը դեպի լեռներ, որտեղից ինձ պիտի գա նաև Տիրոջ օրհնություն, այսինքն այդ նաև ոչ միայն կենտրոնացում էր, այլ նորից վեր նայել էր, որովհետև ուզում եմ անդրադառնանք, անձը գետնին է, իսկ առաքյալները կանգնած են։ Սա էլ նորից զուտ ֆիզիկական չի, այլ միշտ վերև նայելով, դեպի երկինք նայելով, կենտրոնանալով դեպի Աստծո վրա է, որ ծրագիրը իրականացնելու է։ Այլապես եթե մենք շեղվեցինք մանր բաներով, միայն մեր ոտքի տակը նայելով, ուրեմն չենք ունենալու։ Այս մասին Ուզեցի անդրադառնամ, նոր անդրադարձ մտածեցի, Բարսեղ մեծն է հրաշալի խոսում իր ճառի ժամանակ 4-րդ դարի մեր մեծ սուրբը, որ ասում էր պատահական չի, որ մարդուն այնպես Աստված ստեղծել տարբերություն մյուս կենդանիների, որ երկու ոտքով են եւ գլուխն ամենավերևն է ու վերևն էլ աչքերը, որտեղ ասում Աստված ուզում է, որ մենք վերև նայենք ու տարբերվենք կենդանուց, որը կախ միշտ գետին է նայում, լինի շուն, կատու եւ այլն, եւ իր նպատակը գետնից ինչ որ բան հայթայթելն, ասում Աստված մեզ վերև դրեց, որ մեր աչքերն էլ վերև նայեն, բայց ասում հաճախ մենք կենդանու նման փոխանակ վերև հառենք մեր աչքերը, միշտ գետնին, միջ աշխարհին, միշտ նյութին ենք նայում եւ ասում այսպես չպիտի լինի իրական քրիստոնյայի եւ Աստվածավախի կյանքում։ Ուրեմն նայի դեպի առաքյալները եւ ասում են նա դարձավ նրան դեպի նրանք եւ ակնկալում էր նրանցից մի բան ստանալ։ Եվ այստեղ են որ հայրերն ասում են իրապես ուրախացավ, մի բան եմ ստանալու, կենտրոնացավ անձանց վրա եւ հիմա այս պահին պիտի տեսնենք, որ ինքը նախ շատ
հիասթափվելու է, որովհետև իր ակնկալած այդ դրամը, այդ փողը ինքը չի ստանալու, բայց ստանալու է մեկ այլ բան։ Ու այստեղ ուզեցի դրա համար մի քիչ ավելի տարբեր գույնով, գազարագույնով գրեցի, գումարը կարող է ժամանակավոր լուծում տալ մարդուն, բայց այստեղ Աստված մնայուն լուծում է տալու։ Եվ իրապես էլ իմ կյանքում բազում անգամ սրա մասին մտածել եմ, վստահ եմ մեզանից շատերն էլ են մտածել, մենք միշտ ակնկալում ենք գումար, խնայում ենք, փորձում ենք գումար խնայել մեր հոգսերը լուծելու համար։ Բայց ինչքան էլ մենք խնայենք եւ ունենանք, միևնույն է, պահ է գալիս, որ գումարը չի կարողանում քո հիմնական խնդիրները լուծել։ Ժամանակավոր ինչ-որ փոքրիկ խնդիրներ լուծվում են, բայց հիմնական ու մնայուն խնդիրները լուծողը միայն Աստված է, ու հենց այստեղ է, որ առաջի ու հիմնական դասը մենք այսօրվա տեքստից ստանում ենք, որ Աստծո տվածը շատ ավելին է, քան դրամի տվածը, որ մարդը միշտ դեպի դրամն է փորձում։ Հետաքրքիր է առատորը, որ 6-րդ դարի Կիսաս արկավակ է լատին, բավական խորը մտքեր ունի եւ Գործք առաքելոցի մեկնություն է գրել 400-ականների վերջերից 500-ականներում է ապրել, ասում էր անձը նվեր էր փնտրում, բայց ինքն իրեն գտավ։ Եվ հետաքրքիր է այս միտքը, որ հաճախ իրապես մենք ուրիշ բան ենք փնտրում, բայց ինքներս մեզ ենք գտնում, եւ հիմա այս կաղ մարդու պարագան հենց դա է լինելու, ինքն իրեն է գտնելու, իսկ այս նախադասությունը երևի Աստվածաշունչ Մատյանի ամենից տարածված նախադասություններից մեկն է, որ Պետրոսն ասաց. «Արծաթ եւ ոսկի չունեմ, բայց ինչ որ ունեմ, քեզ կտամ»։ Այստեղ մի քանի հայրեր, Բիդը, անգլիացի եւ մյուսներն ասում են, չասես թե այս պահին գրպանումս արծաթ ու ոսկի չունեմ, բայց ունի, այլ ասում է չունեմ ընդհանրապես։ Եվ այստեղ շատ հստակ է երևում առաքյալների վիճակը, ֆինանսական վիճակը։ Իրեն գումար չէին կուտակում։ Առաքյալների մոտ հիմա հաջորդ գլուխներում պիտի տեսնենք, 4-րդ գլխում, 5-րդ գլխում, նախորդում էլ տեսանք, մարդիկ ասում է վաճառում էին իրենց ունեցածները եւ բերում էին առաքյալների մոտ, բայց առաքյալները դրանք չէին գրպանում, իրենք անձնապես ոչինչ չէին պահում իրենց։ Ինչ որ կար, բաժանվում էր կարիքավորին ու ժողովրդին։ Եվ դրա համար ասում, ես արծաթ ու ոսկի չունեմ։ Եվ սա ցույց է տալիս եւ հոգեվորականի կերպարը, որ այդպեսին պիտի լինի, եւ ինչու՞ չէ նաեւ քրիստոնյայի կերպարը, որ չպիտի կուտակի իր համար ու ասի ինչքան շատ կուտակեմ, այնքան լավ։ Եվ հիմա նաեւ այս հարցադրումն է նաեւ այս հարցի մեջ։ Նյութ ես ցանկանում, թե Տիրոջ ողորմությունը, որտեվ դրանք տարբեր բաներ են։ Եթե նյութն ես ցանկանում, հեշտ է դա։ Եթե Տիրոջ ողորմությունն ես ցանկանում, դա շատ դժվար է։ Ու այստեղ ուզում եի մի պահ այս անձի տեղ է ինձ դնել, այս կաղ մարդու, որ 40 տարի չի քայլել, որ տաճար չի մտել, որ ուրիշներից է կախված, որ հոգնել է բնականաբար կյանքից, ինչի որովհետև անցնող դառնողներին ուշադրություն էլ չէր դարձնում, դրա համար առաքյալ ասեց մի հատ մեզ նայի ուշադրություն դարձրա։ Ու մի պահ է գալիս, որ ինքը գիտի, որ ունևորը մեծ քսակ, մեծ դրամ գրպան ունեցողն է իրան օգնելու, բայց արի ու տես, որ հակառակն է լինում։ Դրամ չունեցողն է իրան ավելի օգնում, քան դրամ ունեցողը, ու այստեղ ուզեցի ոչ միայն դրամի հետ կապել, այլ նաև ուրիշ բանի, պատվի եւ դիրքի ու պաշտոնի հետ կապել, որովհետեւ վստահ եմ, ով էլ լինենք, ինչ դիրքի ու պաշտոնի վրա էլ գտնվենք, մեզանից բարձրները լինելու են։ Եվ հաճախ դու տեսնում ես, թե ինչպես մարդիկ ընդհանուր առմամբ նախընտրում են քեզանից ավելի բարձր դիրք, պաշտոն, գումար ունեցողին, եւ ես դա իմ կյանքում նկատել եմ արդեն դպրոցից սկսած։ Երբ որ ընտրություն էր կատարում, նույնիսկ ուսուցիչներից սկսած, միշտ նախընտրում էին մեկին, որ ավելի լավ դրամ, դիրք, պաշտոն ունեցող, ասենք, ծնողներ ուներ եւ այլն, այսպես շարունակ։ Ուրեմն աշխարհը սա է, մենք բոլորս գիտենք, հաճախ ասում ենք, սա անարդար աշխարհ է, բայց երբեմն մենք էլ ենք այդպես անում, ինչպես որ դիմացինն է անում, բայց ցավոք սրտի սա նաեւ հոգեվոր իրականության մեջ կա, նաեւ եկեղեցում կա, ու այստեղ ուզում եմ ուղղակի մի բանի վրա անդրադառնալ հիերարխիայի աստիճանակարգության մեջ։ Որովհետև հաճախ մեզ մոտ այն ընկալումը կա, որ եթե ինքը բարձրաստիճան հոգևորականը, ինքը ավելի բարձր գիտի, դիրքում է, հետո այստեղ մի քիչ ցածր, ասենք, չգիտեմ, վարդապետ, հետո քահանա, հետո սարկավակ, հետո կիսասարկավակ, հետո դպիր, նոր վերջում հավատացյալ մարդ։ Բայց խորքի մեջ իրական եկեղեցու մոդելը այդպեսին չի։ Արժեքը մարդու չի պաշտոնի մեջ չի, այլ իր պարունակության մեջ է։ Ու դրա համար օրինակ մեր ընդհանրական եկեղեցու մեծ սրբերից, ամենամեծ սրբերից
Սուրբ Եփրեմ աստորին կյանքի մեծ մասը չի ունեցել ձեռնադրություն, սարկավակ էլ չի եղել։ Վերջում Վարսեղ մեծն է իրան խնդրում, որ գոնե սարկավակ ձեռնադրեմ քեզ, որովհետև ասում է ափսոս է, այս դու մեծագույն կերպարներից մեկն ես ամբողջ եկեղեցու, բայց ձեռնադրություն չունես։ Կամ միշտ այս օրինակն եմ բերում ու չեմ դադարելու այս օրինակը բերելուց, որ կյանքի ու մահվան կռվի ժամանակ, ավարայրի ժամանակ, երբ որ որոշվում էր ազգի ճակատագիրը ճակերտավոր կամ վաղվա պատմությունը, կաթողիկոսը, Հովսեփ կաթողիկոսը քահանային բարձրացրեց Ղևոնդ երեցին, որ Ղևոնդ քահանայա նշանակում, ասես դու ճառը խոսիր Ղևոնդ։ Լինելով այդքան, այսինքն ոչ թե դիրքին ու պաշտոնին գնաց, այլ գնաց իր մեջի պարունակությանը, որովհետև հենց սա է իրականությունը։ Առաքյալները իրենցից երևելի բան չունեին, նյութական կամ դիրք ու պաշտոն չունեին, երկուսն էլ ձկնորս էին, եւ Հովհաննեսն էր ձկնորս, եւ Պետրոսը։ Դրամ էլ չունեին, պաշտոն էլ չունեին, բայց իրենց մեջի պարունակությունը շատ ավելին էր, քան որևէ մեկի, որովհետև հիմա պիտի տեսնեք, որ ասում է ես ունեմ Քրիստոսին։ Ու ի վերջո, ամենակարևորը Քրիստոսի փոխացած պատգամն էլ է սա, որ ասաց Մատթեոս 23-ի մեջ, ձեզանից մեծը ձեր սպասավորը թող լինի։ Եթե ուզում ես մեծ լինել, իջի, խոնարհվի, սպասավորի։ Եվ այդ ոտնլվայի արողությունը, որ արվում է, հենց այս իմաստով է, սա միայն սիմվոլիկա չի։ Մեծ ես, ուրեմն խոնարհվի, Հայկ։ Եթե ուզում ես տղադ քեզ հարգի, դու իրանից մեծ ես, խոնարհվի։ Եվ այս գիտակցությունն է, որ եւ ընտանիքում պիտի լինի, եւ ինչու՞ չէ հասարակության ու ամբողջ եւ պետության եւ ամենուր, որովհետեւ եթե սա չկա, հիվանդ է լինելու այդ միջավայրը։ Եվ տեսեք ինչ է ասում Պետրոս առաքյալ, ասում է հանուն Նազովրեցի Հիսուս Քրիստոսի վեր կաց եւ քայլիր։ Առաջի բանը, որ այստեղ հասկանում ենք, հետեւյալն է, որ Հիսուս Քրիստոս Աստված է, որովհետեւ Աստծո անունով ես ասում վեր կաց ու քայլիր, որևէ պարզ մարդու անունով չես կարող ասել, ես ինչի անունով ասում եմ վեր կաց ու քայլիր։ Ավելին հին ուխտում հենց այդպես էր լինում։ Հին կտակարանում տեսնում ենք, որ մարգարեները բազում անգամ ասում էին Աստծո անունով այս հրաշքն եմ գործում, եւ այստեղ մեջբերումներից մի քանիսը բերել եմ եւ հենց այդպես էլ կատարվում էր։ Ուրեմն նախ եւ առաջ Պետրոս առաքյալի համար շատ հստակ է ու այս մեսիջը մեզ ուղղված, որ Հիսուս Քրիստոս Նազովրեցին Աստված ինքն է։ Եվ հետաքրքիր է, որ նաև այս անունը, որ Հիսուս Քրիստոսի անունն է, շատ ավելին է, քան որևէ արծաթ ու որևէ ոսկի։ Այս միտքն Ավանգլիացի բիդն էր ասում, որ բերելով Տիրոջ արյան հետ, որ ասում է Տիրոջ արյունը անչափ ավելի արժեք ունի, քան արծաթն ու ոսկին, եւ այստեղ ես փոքրիկ ինձ թույլ տվեցի հավելել իհարկե հասկացողի համար։ Որտեւ եթե մենք գիտակցում ենք Տիրոջ մարմնի ու արյան արժեքը, մենք բաց չենք թողնի պատարակները։ Որովհետև պատարակը հենց մարմինն ու արյուն ստանալն է հաղորդության միջոցով, բայց հաճախ մենք դա փոխարինում ենք ուրիշ հաճույքի կամ այլ բաների կիրակի օր առավոտյան, որովհետև սա մեզ համար ավելի արժեքավոր, ավելի կարևոր է։ Երբեմն հնարավոր է, որ բացառություններ լինեն, բայց եթե միշտ ենք բացակայում ու երբեմն ենք գնում պատարակների, ուրեմն մի բան մեր մոտ սխալ է։ Ուրեմն փաստորեն այստեղ գրում են, որ առաքյալներն ամենից ունևորներն էին, որովհետև նրանք ունեին Քրիստոսին, ով մեծագույն գանձն է։ Ուշադրություն դարձեք, մանավանդ Մատթեոս 13-ի մեջ Քրիստոս առակների շարքում գոնե երկուս հենց սրա մասին էր՝ թաքնված գանձի ու թաքնված մարգարիտի առակը։ Եվ սրանով Քրիստոս ուզում էր ցույց տալ, որ ինքն է այդ գանձը ու այդ մարգարիտը, որ այնքան արժեք ունի, որ ասում է այդ մարդը, որ գտավ, ամբողջ ունեցածը վաճառեց եւ դա գնեց։ Հիմա ի՞նչ է դուրս գալիս, որ փաստորեն առաքյալները ունեն այդ գանձը, առաքյալները վերցրել են այդ գանձը, ով Հիսուս Քրիստոսը, բայց այդ գանձը մի գանձ է, որ պիտի կիսես, որ շատանա։ Միշտ ասում եմ, նյութական գանձը, եթե դրամի տեսքով է, չգիտեմ, ոսկու տեսքով է, ադամանդի տեսքով է, եթե կիսում ես, քչանում է քո բաժինը։ Քրիստոսի ավետարանը, Քրիստոսի ներկայությունը, ինչքան կիսում ես, այնքան քո բաժինը շատանում է։ Դրա համար հայրերը սա նմանեցնում են արեգակի լույսին, որ ինչքան տաս, միևնույն է ինքը չի սպառվելու, ընդհակառակը դու ոչ մի բան չես կորցնելու։ Հենց սա էր, որ օրինակ ունեին իրական գանձը եւ իրենք պատրաստ էին հիմա, Պետրոսը պատրաստ է այդ գանձը կիսել այս կաղ իծնե մորից կաղ մարդու հետ։ Եվ այստեղ մի բան ինքս ինձ էլ անդրադարձա,
որ Պետրոսի հավատը ինչքան մեծ էր ու ես ինչքան փոքր հավատ ունեմ, որովհետև ես մի բան ինձ կարող եմ դա թույլ տալ ու ասել նայիր Հիսուս Քրիստոսի անունով, Նազովրեցի Հիսուս Քրիստոսի անունով վերկաց եւ քայլիր։ Սա խոսում է ահռելի հավատքի մասին ու ինքը չկասկածեց։ Ու դրա համար ինքը ստացավ այն, ինչ որ Աստված իր միջոցով տվեց, բայց իր հավատքը ահռելի մեծ էր։ Սա նշանակում է, որ ես անկեղծորեն չունեմ այս հավատքը, բայց նաև նշանակում է, որ այս հավատքի չափը կա։ Եվ Աստված ուզում է, որ հասկանանք, որ Սանդղակը այդտեղը Հայկ աշխատի դրա վրա։ Հավատքը զորացրու, որ սա իրականություն դառնա, որովհետև սա միայն Պետրոսի համար չի ասված։ Պետրոսը չի առանձնացվում մյուս մարդկությունից։ Պետրոսն էլ մեր նման մարդ է, որը ցույց է տալիս, որ դա հնարավոր է, եւ մեզանից յուրաքանչյուրը կարող են անել։ Եվ այս պարագայում նաև վերջի միտքը, որ ուզեցի դնել, հետեւյալն էր։ Հիմա այս մարդուն է մնում օգնություն ապավինել, թե վեր կենալ անձնապես քայլել, որտեվ հաճախ մանավանդ մեր հարազատները ու ցավոք սրտի այսօր մանավանդ մեր երկրում սովորում են, երբ որ միշտ իրենց ասենք, չգիտեմ, նյութական օգնություն է տալիս ու մարդը սովորում է, որ ինքը բան չի անելու, իրան գալու է։ Ու դրանով դու դառնում ես անդամալույց։ Կարա այստեղ էլ լինի, ինչու՞ չէ։ Պետությունն է այստեղ էլ անում հաճախ, պետությունից գալիս են, ստանում են այդ բաները, օգնությունները, ասում են ավելի լավ է չաշխատեն, բայց չենք անդրադառնում, որ դրանով մենք դառնում ենք անդամալույց։ Եվ այստեղ ընտրություն է գալիս։ Ուզում ես դառնալ արդեն իրապես մարդ, ամեն ինչով functional քայլող, թե մնալ անդամալույց։ Եթե դառնում ես լիիրավ մարդ, աշխատելու ես, դժվար է լինելու, բայց դու ես քո կամքը, քո կյանքի տերն էլ դու ես լինելու։ Իսկ եթե չէ, միշտ ապավինելու ես ուրիշին, որ քեզ տանի ու բերի, ու սա նույնիսկ սա շատ հաճախ աշխատանքի դեպքում էլ ենք տեսնում, երբ որ մարդիկ ուրիշի մոտ են միշտ մի ամբողջ կյանք աշխատում, հետո մի օր որոշում են դուրս գան եւ իրենց մի փոքրիկ բան սկսեն ու փորձեն դրանով ապրել։ Որպես կանոն այն մարդը, ու այս դեպքում անդամալույցը այդ մարդն էր, ով ինքը որոշում է վերցնել իր վրա իր կյանքի իշխանությունը մարդկայնորեն եւ քայլել, ոչ թե մնալ նստած, պառկած, այդ մարդն է շահում։ Իսկ այն մարդը, որ ավելի սովորել է ծուլությանը եւ չի ուզում շարժվի տեղից, այդ մարդը կորելու է եւ այդպես է լինում է։ Երբ որ ընթերցում ես մեկնությունները, մի հետաքրքիր պատմություն եկավ, ուզում եմ սա կիսել ձեր հետ, ուրեմն Կորնելիուս Լապիդ անունով կաթոլիկ վանական վարդապետ ա եղել, որ բավական շատ մեկնություններ ունի Սուրբ գրքի, մանավանդ Նոր Կտականի մեկնություններ ունի, ինքը 1600-ականներին է ապրել, բայց ինքը մի բան է հիշատակում, որ իրանից մոտ 500 տարի առաջ ա եղել, բայց ըստ երևույթին ավանդաբար փոխանցվել է։ Այս մարդու գիրքը լատիներեն է, անգլերեն չկա, կուզեի գնել, երևի եթե լինի անպայման Աստծով կվերցնեմ, գործքի մեկնություն ունի, բայց տեսեք, այս հատվածը մեկ ուրիշը հանել էր եւ այնքան ուսուցողական ադրել էր։ Թոմա Ակվինացին կաթոլիկ եկեղեցու մեծագույն վարդապետն է, կարելի ասել, ինչպես որ մեր եկեղեցու Սուրբ Գրիգոր Տաթևացին, որ ապրել է 1100-ականներին։ Ու տեսեք, այս պատմությունը ինքը ինչպես է փոխանցում։ Ասում է, համաձայն կանթերցեմ նրա փոխանցած ավանդության, երբ Թոմա Ակվինացի մեծ վարդապետը այցելության է գնում Հռոմի Ինոկենտիոս II պապին, վերջինս այդ պահին դրամները հաշվելիս է լինում եւ տեսնելով Ակվինացուն ասում է. տեսնում ես Թովմա, եկեղեցին կարող է այլևս չասել, թե ոսկի եւ արծաթ չունեմ։ Ճշմարիտ է, Սուրբ Հայր ասում է Ակվինացին, նա նաեւ չի կարող ասել վեր կաց եւ քայլիր։ Եվ այնքան ուսուցողական էր սա, որ իրապես է սա, այո, եթե կենտրոնանում ես մի բանի վրա, կորցնում ես լրիվ մեկ այլ բան եւ իրապես սա հրաշալի էր եւ ուզեցի նաեւ ձեր հետ սա կիսել։ Վերադառնալով մեր տեքստին ասում եւ բռնելով նրա աջ ձեռքից վեր կացրեց նրան եւ իսկույն ամրացրան նրա ազրերն ու սրունքները։ Հետաքրքիր մի շատ կարևոր մի միտք կա, որ պատահական չի, որ Պետրոսը խոսքով ասեց ու ձեռքով էլ բռնեց ու աջ ձեռքից բարձրացրեց, որովհետեւ սա էլ իր մեջ խորհուրդ ունի։ Հաճախ մենք խոսքով բոլորին օգնում ենք, բոլորին սիրում ենք, բոլորին հարգում ենք, նաև այդ խոսքը կարող է բաժակաճառի վերածվի եւ այլն, բայց ինչքան հաճախ ենք մենք գործնականում ձեռք տալիս ու բարձրացնում։ Առաքյալը սա մեզ ցույց տվեց, որ մենակ խոսքը չի, այլ նաև գործն է, ու դրա համար սա նորից Քրիստոսից սովորած էր, որովհետև Քրիստոս երբեմն խոսքով էր բժշկում,
երբեմն ձեռքով էր բժշկում, որ ցույց էր տալիս, որ եւ նա կլինի, եւ նա, բայց այս դեպքում սա ուսուցողական էր, որ եթե խոսքով մի բան ասում ես, ձեռքով էլ արա։ Եթե ասում ես կօգնեմ, ուրեմն գործնականում արա, մենակ բառեր մի ասա։ Եվ հետաքրքիր է, Ոսկեբերյանն ասում է, որ Պետրոսը սա չարեց մարդկանց ցույց տալու կամ երևալու կամ շահի համար, այլապես ասում է, եթե ուզեր, որ մարդիկ տեսնեն, որ ինքը հրաշագործ է, այնպիսի տեղ կտաներ այս մարդուն, այդ տաճարի մեջ ժողովրդի խռնված վիճակում ու այդտեղ կաներ, կամ ասում է, եթե շահամոլ լիներ, բնականաբար այս մուրացկանին չէր օգնի, կօգներ հարուստ մեկին, որից նաև շահ կունենար, բայց ասում է, տեսեք առաքյալի վիճակը ոչ շահի հետևից էր գնում, ոչ է փառքի, այլ ինչն էր իրեն դրթում մարդասիրությունն ու ամենակարևորը Քրիստոսի հանդեպ ունեցած իր մեծագույն սերը։ Եվ ուրեմն այս հրաշքն է, որ կատարում եւ նա ասում է նա վեր ցածկեց եւ սկսեց քայլել ու նրանց հետ տաճար մտավ, քայլում էր եւ վազվզում ու օրհնում Աստծուն։ Այստեղ հետաքրքիր մի միտք կա, ուզում եմ նախ երկու բառեր եմ ընդգծել, ցածկել եւ վազվզել։ Բժշկությունից տենց շատ տեղյակ չեմ, բայց մեր մեջ կան մասնագետներ եւ բժիշկներ եւ բուժքույրեր, ու վստահ եմ իրենք ինձնից լավ գիտեն, որ երբ որ մի մարդ 40 տարի չի շարժել իր ոտքերը, ու նույնիսկ եթե սա միանք այդ հնարավորությունը ունի այլևս շարժելու, իրեն երկար ժամանակ թերապիա է պետք, որ կամաց այդ մկանները, որ քարացած են, աստիճանաբար կարողանա նորից վերականգնվել ու այս մարդը քայլ, այս դեպքում վերականգնվելու հարց էլ չկա, որովհետև չեն քայլել ընդհանրապես։ Բայց այստեղ ցույց է տալիս Աստծո մեծագործություն ու Աստծո հրաշքի չափը, որ այն մարդկային մեր փորձառությունը չի քայլում Աստծո հետ։ Վարկյանական ու կատարյալ բժշկություն է տրվում, որ ասում է ցածկեց ու պատահական չեն այս բառերը, եւ վազվզում էր, ոչ թե պարզ քայլում էր, այլ վազվզում էր։ Ցույց տալու համար, որ փաստորեն այն ինչ որ Աստված է անում, մարդու ուղեղից վրա, բայց անում է ամբողջապես ու կատարյալ։ Եվ հետաքրքիր է, այստեղ մի միտք կա, որ նաեւ տեսեք ասում է քայլում էր եւ օրհնում Աստծուն, եւ այս միտքն եմ ուզում շատ կարեւորել, որ ամենակարևոր բանը այստեղ հիմա այս մարդու կյանքում Աստծուն օրհնելն էր, որովհետեւ ինքը ունեցավ մի բան, որ երբեք իր կյանքում չուներ, որովհետեւ մտավ տաճար։ Ուշադրություն դարձրեք, այդ տաճար մտնելը այսօր մեր համար այնքան թույլ բան է, կամ սովորական այդ ճիշտ բառն օգտագործեմ բանը, մտանք տաճար, մտանք եկեղեցի, աղոթք արեցինք, դուրս եկանք, բայց այս մարդու պարագայում դա մեծագույն իղձ էր, որը ինքը երբեք չէր ունեցել։ Ինքը միշտ տաճարի դռան առջև էր, բայց երբեք ներսը չէր։ Կարծես թե նույն ձև երբեք լինենք այստեղ դռան առջև, բայց երբեք սրահ չմտնենք, խրախճանքի չմտնենք, որը այս դեպքում ավելին է, որտեղ տաճարը նաև օրհնության, մեծագույն օրհնության վայրն է։ Առաջի անգամ առաքյալների շնորհիվ ու միջոցով է, որ ինքը մտնում է եկեղեցի, եւ հայրերն ասում են չպարտադրեցին առաքյալները, որ մտնի, չասեցին հիմա պիտի գաս, ինքը ցանկացավ, որ մտնի տաճար, ինքը այդ օրհնությունը վերցրեց, որովհետեւ սրա մեջ կա, ու այդ տաճար մտնելը հաճախ խորհրդանշում է երկնքի արքայության մուտքը, որ առաքյալների միջոցով եղավ։ Եվ պատահական չի, ես այս մասին ելույթ եմ խոսելու, բայց հիմա էլ մի պահ ասեմ, պատահական չի անձը Պետրոսը, որտեղ Պետրոսին Քրիստոս ասաց Մատթեոս 16-ում ինչ պիտի տամ, բանալիները։ Եվ այստեղ հենց սա է, այդ խոսում ենք դռան ու բանալիների մասին, Պետրոսն ուներ հայրերն ասում են այդ բանալիները երկնքի արքայության, որը խորհրդանշում է այսօր տաճարով, ու Պետրոսի միջոցով էր, որ, այսինքն առաքյալների միջոցով էր, որ այս մարդը ի վերջո մտավ տաճար, այն հին ընկերները մինչև տաճարի դրան մոտ էին բերում, առաքյալները մտցրեցին իրեն տաճարից ներս, ու դրա համար այստեղ ես ընդգծել ես միտքը, որ տաճարը այնքան մոտ էր, բայց միևնույն ժամանակ այնքան անհասանելի եւ փաստորեն կատարվեց, ու սրա հետևանքը հետեւյալն էր, որ օրհնեց, բայց ոչ թե Պետրոսին կամ Հովհաննեսին, այլ օրհնեց Աստծուն։ Եվ այստեղ տեսնում ենք առաքյալների խոնարհությունը, որ երբեք իրենց չվերագրեցին, այլ ոգևորվեցին եւ հատուկ ամեն ինչ արեցին, որ անձը ճիշտ ընկալի եւ օրհնի Աստծուն։ Եվ ուզեցի այս հին անձի ու նոր անձի համեմատական անցկացնենք մի պահ, ու սրա մեջ մենք մեկ տեսնենք։ Հին անձը նստած էր անշարժ վիճակում կամ պառկած,
հիմա քայլում է, գնում է, շարժվում է, վազում է։ Հին անձը անպիտան ոտքեր ուներ, այս անձը նորը արդեն պիտանի ոտքեր ունի։ Հին անձը միայն խղճմտանք էր առաջացնում, խնդրում էր, ողորմացեք, խղճացեք, տվեք։ Նոր անձը այնքան ինքնավստահ է, որ օրհնում է Աստծուն ու փառք է տալիս այն ամենի համար, ինչ որ ուներ։ Հին անձը ուներ շահամոլ ընկերներ, որոնք իրենից շահ էին միայն ակնկալում, հիմա ինքը գտավ անշահախնդիր բարեկամներ, որոնք ոչ մի շահ չունեին իրենից, այլ փորձեցին իրան իրապես օգնել եւ դարձնել իրենցից մեկը։ Հին անձը միայն Աստծո տան դրսում էր գտնվում, հիմա արդեն կարողացավ ներս մտնել։ Եվ վերջին ու ամենակարևորը, հին անձը Քրիստոսին չէր ճանաչում, հիմա առաքյալների միջոցով ճանաչեց Քրիստոսին։ Ու սա ահռելի մեծ փոփոխություն է։ Ու այս ամբողջը, ինչ այս 6 կետերը, որ ես դրեցի, մեր հետ էլ է առնչվում։ Հաճախ այդ կողմից մյուս կողմն ենք անցնում, եթե իրապես սկսում են մեր հոգևոր աչքերը բացել ու եթե իրապես ունենում ենք առաքյալների նման հոգևոր մտերիմներ կամ ուղեցույցներ կամ մենթորներ, որոնք մեզ առաջնորդում են դեպի մեր Տերն ու Փրկիչը Հիսուս Քրիստոս։ Ու քանի որ այս պատմությունը այնքան հետաքրքիր էր, յուրաքանչյուր անհատ իր կյանքի հետ էլ է սա առնչվում, ես էլ ուզեցի իմ հետ, որտեղ միանգամից միտքս գնաց բոլորին շատ ծանոթ, նրանք ովքեր Սրբոց Ղևոնդյանց միշտ լինում են, Մայր տաճարը Բրբենք, Կարոին, որ միշտ այնտեղ է, դռան առջև կանգնած փող ամուրում։ Եվ որոշ ժամանակ հետո Կարոն եկավ ու դե սկզբից սկսեցինք ծանոթանալ եւ այլն, գումար էր ուզում, փող տուր, էս անեմ։ Մի օր իրեն խոսքի մեջ ասեցի գնանք եկեղեցի, մոմ վառենք։ Ուտեղ նոր ինձ համար բացահայտվեց այդ իրականությունը, որ ասես ես եկեղեցի երբեք չեմ մտնում։ Ասի ինչի չես մտնում, ասես նախ չեն թողնում։ Հետո ասեց նաև ինձ լավ չեմ զգում այնտեղ, չգիտեմ։ Մեջը մի բան կար, որ պահում էր։ Բացի այն, որ արտաքին իր համար խնդիր կար, նաև ներքինը կար։ Եվ ասի կարո իրար հետ գնանք։ Ձեռքը բռնեցի, մտանք եկեղեցի, մոմը վառեց, դուրս եկանք։ Ես էլ իր հետ վառեցի, ու դա եղավ սկիզբը։ Եվ ոմանք գիտեն, նրանք ովքեր գրադարան բազում անգամ եկել են ինձ մոտ, ամեն Աստծո օր այս տղան կգար, կասեր Հայկ մի հատ գնանք եկեղեցի մոմ վառենք։ Եվ երբեմն ինձ համար այնքան մեծ օրհնություն էր, որտեղ հաճախ ես խառնված ճղճիմ ինչ-որ աշխատանքային բաներ, որոնք այդքան հոգևորի հետ հեչ կապել չունեին, մեկ էլ Կարոն ինձ դրանից սթափեցնում էր ու ասում էր գնանք եկեղեցի, որ կպած է գրադարանից, մի քանի քայլ են կոմա, ու ինձ համար ամեն անգամ ասում էի Կարոն Քրիստոսի ձայնն է դարձել ինձ համար, որ ինձ հիշեցնում է, որ մտի եկեղեցի։ Մտնում ենք, մոմը վառում ենք, ասում էր իմ համար աղոթի ու գնում էր, ոչ էլ լսում էր։ Ինքը իր աշխարհի մեջ է, բայց ինձ համար այս փոքրիկ փորձառության բնականաբար ինչ որ առաքյալների հետ կատարվեց, սա մի ուրիշ բան է, բայց մեզանից յուրաքանչյուրն էլ իր փոքրիկ փորձառությունը կարող է ունենա իր կյանքում ու տեսնի այն ինչ որ կատարվում է ու իրապես ինձ համար ամենամեծ բացահայտումը նա էր, որ անձը իր ներքին խնդիրների պատճառով կամ միգուցե մարդկանց խստասրտության պատճառով չէր կարողանում եկեղեցի մտնել։ Եվ ի վերջո մեկը պետք էր, որ իրեն տանի եկեղեցի ու հետո ինքը քեզ ավելի շատ է տանում եկեղեցի, քան դու երբևէ կարող էիր դա մտածել։ Ու սա էր, այսինքն օրհնությունը հազարապատիկ վերադարձում է ու օր չկա մի քանի անգամ չզանգի ու ամեն անգամ հարցնի երբ ես այնտեղ լինում, որ գամ մոտդ, ասում եմ այսօր պապային է ասում եմ Կարոն ինձ ամենաշատն է այնտեղ կարոտում ստերովիթին, սա էլ փոքրիկ բան։ Ուրեմն ես ամենի հետ մեկտեղ կա նաև հոգևոր հակիրճ վերլուծություն, որը որ առատորն է ասել 6-րդ դարում բիդն էլ կրկնում է ու այնքան գեղեցիկ է, տեսեք այս միտքը ինչ ասում։ Դրա համար ասեցի շարունակեմ, ասում է Համաձայն առատորի այս կիսասարկավագ լատին, ասում է նախ կաղ մարդը հրյաներն են, ովքեր կարծես թե Աստծո մոտ էին, սակայն չէին կարողանում ուղիղ քայլել եւ մտնել Աստծո ներկայության մեջ։ Ահա թե ինչու հրյաների նախահայրը Իսրայելը, Հակոբ, որ վերանվանվեց Իսրայել, կաղում էր Աստծո հրեշտակի հետ մենամարտից հետո։ Ծննդոց 32-ում են կարդում, որ կաղում էր։ Առատորը շարունակում է, ասելով, որ ինչպես այս մարդը 40 տարի կաղ էր, այնպես էլ հրյաները 40 տարի հոգով կաղեին, քանի որ ցանկանում էին վերադառնալ եգիպտական ստրկության, որտեղ հաց կար։
Նրանք չէին կարող մտնել Աստծո դռնից ներս, քանի որ նրա բանալիները տրված էր առաքյալներին, Պետրոսին։ Իսկ գեղեցիկ դուռը ինքնին Քրիստոսն է, քանի որ Քրիստոս իրեն դուռ կոչեց Հովհաննես 10-ում։ Իսկ Սաղմոս 44:3-ում ասում է. «Տեսքով գեղեցիկ ես բոլոր մարդկանց որդիներից, շրթունքներիցդ շնորհք է թափվում, դրա համար Աստված օրհնեց քեզ հավիտյան»։ Եվ փաստորեն այս գեղեցիկ հոգևոր վերլուծումը կատարեց, որ սա նաև վերաբերում էր հին ուխտի ավարտին ու նոր ուխտին, որ պիտի կատարվեր, եւ այդ կաղը հետաքրքիր է Իսրայելի հետ, որ կապեց, որ հրեշտակի հետ մենամարտի ժամանակ ասում է հրեշտակը կոնքը վնասեց եւ անուն տվեց, օրնեց, բայց կաղ մնաց։ Ոտքը ասում է կաղում էր, որովհետեւ հրեշտակի հետ մենամարտել, որ ինքը սա կապել էր այս անձի հետ։ Վերադառնանք Նյութին, եւ ասում է եւ ամբողջ ժողովուրդը տեսավ նրան քայլելիս եւ Աստծուն օրնելիս։ Այս հրաշքը միտված չէր մեծ աղմուկ հանելու, որովհետև առանձին մի տեղ էր, առաքյալները պահի տակ տեսան, ուզեցին Քրիստոսի ողորմությունը փոխանցել, սերը փոխանցել եւ եղավ, բայց ահռելի մեծ աղմուկ ա լինում։ Երևի ավելի շատ, քան որևէ այլ բազում այլ հրաշքներ, որ Քրիստոս ինքը գործեց, եւ հիմա պիտի տեսնենք։ Բացառությամբ երևի, չգիտեմ, երևի մի քանի հրաշքի, որ Քրիստոս կատարեց ու շատ մեծ ազդեցություն թողեց, այլապես հիմնականում մեծագույն հրաշքա, որովհետև շուտով պիտի իրանց կանչեն տաճար, պիտի պատժեն, պիտի 1000 մի բան անեն, 5000 հոգի պիտի դարձի գա, ահռելի մի բան է կատարվում, որը շատ փոքր էր, բայց ինչու էր սա կարևոր, ինչու այսքան մեծացավ, որովհետև ժողովուրդը տեսավ, որ նա քայլում էր եւ օրհնում էր Աստծուն։ Նախ ժողովրդի տեսնելը շատ կարևոր է, այդ վկայությունը շատ կարևոր է։ Դրա համար պատահական չի, որ Քրիստոս լեռան քարոզի մեջ Մատթեոս 5-ում ասում է ձեր գործերը լույսն են, որ պիտի վերև դրվեն, ոչ թե գրվանի տակ, որ մարդիկ տեսնեն բարի գործեր եւ փառավորեն Աստծուն։ Եվ սա փաստորեն ինչ էր, որ կատարվեց, որ մարդիկ տեսան։ Ու տեսան ինչ էր կատարում եւ ինչպես այս մարդը ոչ թե այս մարդկանց առաքյալներին սկսեց երկրպագել ու պաշտել, այլ սկսեց օրհնել Աստծուն, ու սա մեծ փոփոխություն բերեց։ Ժողովրդի վկայությունը մեծագույն դեպքն է։ Մեր պատմության մեջ էլ օրինակի համար, երբ որ ընթերցում ենք Վարագա Սուրբ Խաչի տոնի պատմությունը, ժողովրդի վկայությունները, որ այս տոնը դարձրեց մեծ տոն, Խաչի 4 տոներից մեկը, ու մինչև օրս մենք այսօր հիշում ենք 21-րդ դարում, որ նման դեպք ա եղել, որտեղ մի ամբողջ ժողովուրդ այդ հրաշքին ականատես եղավ։ Եվ այստեղ նաև ուզում եմ մի շատ կարևոր միտք բերել այս բառը քայլելիս։ Նրան տեսավ քայլելիս։ Նրան միշտ տեսնում էին նստած, պարկած, փոշոտ, կեղտոտ, հիմա նրան տեսան քայլելիս։ Ու դրա համար այստեղ ուզում եմ շատ կարևորել այս միտքը, որ քրիստոնյան պիտի քայլի։ Ես միշտ ինձ համար սա իբրև ուղեցույց եմ վերցրել, հաճախ թերանում եմ, բայց երբեմն նորից ինձ վերագտնում եմ այս մտքի մեջ, որ եթե քրիստոնյա ես, պիտի քայլես, պիտի շարժվես, պիտի ընթացք ունենաս քո կյանքում։ Չես կարող լճանալ, չես կարող մնալ միտեղ ու այդպես լճանալ։ Իսկ մեծագույն առաքինությունը, որ մարդը ունի, ընդհանրապես մեծագույն առաքինությունը, ներողություն, ողորմություն խնդրելուց առավել Աստծուն օրհնելն է։ Որովհետև սա է մեծագույն առաքինությունը, որ մարդ կարող է անել։ Ու սա մեծ բան է, որ մենք գիտակցենք, Աստծուն օրհնենք ու Աստծուն շնորհակալություն հայտնենք։ Նորից ուզում եմ հիշեցնել այս 10 բորոտների պատմությունը, որ Քրիստոս պատմեց, որ ընդամենը մեկը սամարացին վերադարձավ ու շնորհակալություն հայտնեց։ Այս մարդը այդ շնորհակալություն հայտնողներից էր, որովհետև ասում է տեքստը օրհնում էր Աստծուն։ Եվ ասում է նրան ճանաչեցին, թե նա էր, որ նստում էր տաճարի գեղեցիկ դռան մոտ, ողորմություն ստանալու համար եւ եղած նշանի վրա զարմանքով լցվեցին։ Այստեղ բանալի բառերից մեկը ճանաչելն է։ Մեր իրականության մեջ հաճախ այդ բառը շատ ենք օգտագործում։ Այս ինչին ճանաչում ես, այս ինչին գիտես, այս ինչ որ ծանոթներ են գտնում մանկությունից, հազարումի, չգիտեմ, դպրոցից, եւ երբ որ գտնում ես, երբ որ ծանոթներ են ճանաչում ես մեկը, շատ ավելի հարազատ ես։ Ինչ առումով դա քո դառնում է քո անձնականը։ Մեկին որ չես ճանաչում ու չգիտես, ինչ է լինի պարագան, ինքը հեռու մի անձ է, քո անձի հետ, քո կյանքի հետ առնչություն չունի։ Բայց երբ որ մեկին ճանաչեցիր, լինի դա մանկության հետ, համալսարանի հետ, աշխատավայրում եւ այլ, անձնական է դառնում։ Ու դրա համար էլ այստեղ ասում եմ, եւ նրան ճանաչեցին։ Այս մարդկանց համար սա դարձավ անձնական։
Այս որովհետև հիմա շուտով իրենք պիտի լսեն Պետրոսի քարոզը, որ հաջորդ մեր հանդիպմանը պիտի լինի, ու նաև շատերը պիտի դարձի գան, բայց այս անձին ճանաչելը շատ կարևոր հանգրվան էր, որ իրանք սա անձնական դարձնեն եւ ի վերջո նաև կարողանան սրանով առաջնորդվել։ Ուրեմն ուզում եմ նորից այստեղ ինչպես խոսքի սկզբում ասեցի, հիմա վերջում էլ ասել, որ Հիսուս Քրիստոսի սկսած սուրբ առաքելությունը շարունակվում էր, Քրիստոս ուսուցանում էր, Քրիստոս քարոզում էր, Քրիստոս բժշկում էր։ Եկեղեցին Քրիստոսի աշակերտներն ուսուցանելու են, քարոզելու են եւ բժշկելու են ու շարունակելու են ամբողջ գործ առաքելոցի մեջ։ Եվ ասում եմ, միշտ նա Պետրոսի եւ Հովանեսին բաց չէր թողնում։ Այս նախադասությունը դրա համար կրճատ կտրեցի, որովհետեւ ուզում եմ մի քիչ անդրադառնալ, որ իրական բարեկամին բաց չես թողնում։ Եվ այս բառը հայերենում այնքան գեղեցիկ է, բարեկամ, բարին կամեցող։ Մեր համար բարեկամը արյունակից բարեկամն է դարել, ասում են ինքնին բարեկամն է։ Էս ինչի, էս ինչն է։ Բայց խորքի մեջ բառը ինքնին նշանակում է մեկը, որ քո բարին է կամենում, որովհետև կարող է քո արյունակիցը քո բարին ցավոք սրտի չկամենա, իսկ օտարը քո բարին կամենա։ Առաքյալները բարեկամներն էին, բարին կամեցողներն են, եւ ասում է, եւ իրապես երբ որ դու զգում ես, որ բարեկամ գտար, որ քո բարին է ցանկանում, դու չես թողնում, բաց չես թողնում այդ բարեկամին։ Եվ այստեղ երկրորդ միտքն եմ ուզում նշել, որ պետք չէ երախտամոռ լինել մանավանդ այն անձանց նկատմամբ, ովքեր քեզ Քրիստոսին են ծանոթացրել։ Այս մարդու կյանքում ամենակարևոր բանը այն էր, որ ինքը Քրիստոսին ծանոթացավ առաքյալների միջոցով։ Եվ երախտամոռ գտնվել ամենավատ բանն է, մանավանդ այս մեծագույն շնորհի դեպքում։ Ընդհանրապես շատ վատ բան է, երբ որ մարդկանց ինչ-որ փոքրիկ օգնություն ես անում քո չափով, ու վաղը մյուս օր իրենք մոռանում են դրա մասին։ Բայց առավել վատը, երբ որ հոգևոր ինչ-որ փորձում է սպասավորություն կատարել ու մարդիկ երախտամոռ են գտնում։ Այս մարդը այդպիսին չէր։ Հրաշալի կերպար է քրիստոնյայի, որ իրապես հասկացավ, իմաստուն եղավ, ովքեր են իր բարեկամները եւ երախտամոռ չգտնվեց։ Եվ այստեղ երրորդ միտքն էլ եմ ուզում շեշտել ու այստեղ առաքյալների կերպարի մասին եմ ուզում նաեւ մի քիչ անդրադառնալ, որ Աստված առաքյալների միջոցով նշաններ արեց, որովհետև առաքյալները խոնար էին, երբեք իրենց չվերագրեցին, որ մենք արեցինք եւ այլն։ Եվ մեզանից յուրաքանչյուրն էլ, եթե իր կյանքում, սա ինձնից սկսած բոլորին է վերաբերում, եթե ուզում ենք մեր կյանքում, որ Աստված մեր միջոցով աշխատի, ինչպես որ առաքյալների միջոցով էր աշխատում, առատորեն աշխատի։ Այս դեպքում առաջի հիմնական նախապայմանը խոնարհությունն է։ Այդ խոնարհությունից է սկսում ամեն ինչ, որ փառքը տանց միշտ Քրիստոսին, երբեք քեզ չվերագրես դա, եւ սա լավագույն օրինակն էր։ Եվ վերջում էլ երկու մեջբերում արեցի, մեկը Մատթեոսից ավետարանից, մյուսը Սիրակի գրքից, որ ցավոք բողոքական աստվածաշունչներում չկա, դուրս են հանե։ Առաջինը նախ շատ հստակ էր, որ Քրիստոս պատվիրեց եւ առաքյալները փաստորեն անում են, որովհետեւ Քրիստոս ասաց, ես հիվանդ էի եւ դուք այցելեցիք ինձ, կամ մյուսներին ասեց, ես հիվանդ էի եւ դուք չայցելեցիք ինձ։ Խորքի մեջ առաքյալը ինչ որ անում էր, Քրիստոսին տեսնելով էր անում։ Մայր Թերեզայի հայտնի խոսքերը կան, ժամանակին անցած տարի, որ ճամբար էինք գնացել 4 օրվա հոգևոր առանձնացման, Մայր Թերեզայի կինոն տեսանք ու շատերը հուզվել էին, եւ իրապես սա էր, ամեն անգամ Մայր Թերեզան իր կյանքում ասում էր, երբ որ ես տեսնում եմ այդ աղքատին, այդ տնանքին, այդ բորոտին, այդ ամենավատ վիճակում գտնվող մարդուն, ասում էր, ես Հիսուսին եմ տեսնում նրա մեջ։ Եվ սա փոխում է մարդկանց ընկալումը։ Առաքյալները հենց այդպես էին, որտեղ Հիսուս հստակ ասաց, ես հիվանդ էի եւ դուք այցելեցիք ինձ։ Եվ մյուսը այդ խրատն է, որ Սիրակն է տալիս, ասում է, որդիս, երբ հիվանդ ես, մի ուշացրու, այլ աղոթիր Աստծուն, ով քեզ կբուժի։ Եվ իրապես հաճախ այս խրախուսական մտքերը կամ խոսքերը Սուրբ գրքից մեզ պետք են, որ էլի աշխարհային բժշկությանը վստահ եմ նայում ենք, հետաքրքրում ենք, լավ բժիշկ ենք փորձում, բայց չմոռանանք, որ մեծագույն բժիշկը ինքը Տերն է եւ աղոթքն է։ Շատ հաճախ այնքան բժշկություններ անում, որ մնացած բժշկությունը չի էլ կարող անել։ Եվ ուզում եմ այս միտքը նորից շեշտել ուրիշ իմաստով եւ միշտ նա ասում է Պետրոսին եւ Հովանեսին բաց չէր թողնում, ու այստեղ երկու նկար բերեցի։ Առաջինը Մարկոս 2-ից, մյուսը Գորսկ 3-ից, այսօրվա նյութից։ Մարկոս 2-ը այս կիրակի օրվա քարոզի թեման էր, որ վստահ եմ շատերս երբ որ պատարակում էին,
լսեցին, որ մենք էլ իրար հետ սերտել ենք, երբ որ 4 բարեկամներ առաստաղը բացեցին, կտուրից իջացրեցին իրենց բարեկամին Քրիստոսի ոտքերի առջև։ Նորից անդամալույծ էր, նորից ոչինչ չէր կարող անել եւ ուներ 4 բարեկամ, ովքեր տարան Քրիստոսի մոտ եւ Քրիստոս բժշկեց։ Եվ այդ միտքը Ղուկասի մոտ կա, ասում է վերկաց եւ քայլի։ Եվ հետաքրքրորեն այս միտքը գործ 3-ում ենք տեսնում, կարծես թե Քրիստոս ֆիզիկապես ներկա չի այլևս, բայց նորից կան 2 հոգի այս դեպքում, որոնք որ Քրիստոսին են ծանոթացնում, Քրիստոսի մոտ են բերում այս անդամալույծին, եւ քանի որ ինքը ընդունեց Քրիստոսին, ինքն էլ վերկացավ եւ սկսեց քայլել։ Այսինքն նորից մենք տեսնում ենք ավետարանի շարունակությունը գործ կառաքելուցի մեջ։ Եվ վերջի նախադասությունն էլ սա էր, ասում է ամբողջ ժողովուրդը զարմացած վազեց նրանց մոտ դեպի այն բակը, որ կոչվում էր Սողոմոնի բակ։ Այս Սողոմոնի բակը տարածված բակ էր եւ Քրիստոս ինքը բազում անգամ այստեղ էր։ Բազում անգամ Սողոմոնի բակում կամ սրահում էր, երկու սրահ կամ բակ նույն իմաստ ունի, այնտեղ էր ինքը ուսուցումներն անում ու հետաքրքիր է, որ առաքյալներն էլ շարունակեցին նույն վայրը։ Դա համար եթե հիշում եք Հովհաննես 10-ի մեջ եւ ասում է եւ Հիսուս շրջում էր տաճարի մեջ Սողոմոնի սրահում կամ Սողոմոնի բակում։ Ուրեմն հիմա այդ նույնը անում են իր աշակերտները։ Այստեղ նաև Բիդը անգլիացի այս հեղինակը հետաքրքիր միտք էր ասում, որ Սողոմոն բառը անունի իբրև այդպիսի նշանակում է խաղաղարար, քանի որ գալիս է սալոմ կամ շալոմ բառից, որ նշանակում է խաղաղություն, եւ ասում է սրա հիմքում էլ ինքը Քրիստոս է ընկած, որովհետեւ իրական խաղաղարարը ինքը Հիսուս Քրիստոսն էր, որ եկավ խաղաղեցնելու հորը մեր հետ, եւ դրա համար նաեւ ինքը իր երանիների մեջ ասում էր երանի խաղաղարարներին, որովհետեւ նրանք ինչ Աստծո որդիներ պիտի կոչվեն, որը հրաշալի ինքը մեծագույն երանիներից մեկն է։ Եվ այստեղ վերջի միտքն էլ եմ ուզում շեշտել, որ ժողովուրդը վազում էր հրաշքի մասին լսելու, որտեղ տեքստը ասում է վազեցին նրանց մոտ։ Վազում էր հրաշքի մասին լսելու, եւ հիմա այստեղ է պահը, որ քարոզիչը, այս դեպքում Պետրոսը, ճիշտ պահը օգտագործի, որ բարի սերմեր ցանի այս մարդկանց մեջ, նրանց սրտերում ու մտքերում, որ կարողանան Աստվածաճանաչ դառնալ, Քրիստոսին իրական Տիրոջը ճանաչեն եւ դարձի գան այն ինչ որ ինքը նախորդ քարոզում Պետրոսը ասաց։ Ու հիմա մյուս նյութին անշուշտ մենք նաեւ կխոսենք այս մասին։ Ուզում եմ սրանով ավարտել նյութը, բայց մի փոքրիկ միտք բերել ձեզ, որ ընդհանրապես, եթե ուշադրություն եք դարձրել, ես ինչու եմ ամեն անգամ շեշտում եմ եկեղեցու հայրերի մեկնությունների կարևորությունը ի տարբերություն նորագույն շրջանի։ Չնայած անկեղծ ասեմ ձեզ, 4 գիրք նորագույն շրջանից օգտագործում եմ 3 կամ 4, կարծեմ 4 գիրք օգտագործում եմ, որ նաև հետ չմնամ, այսինքն հասկանամ, թե նորագույն շրջանի մեկնությունները ինչ են։ Ու ինքս էլ այստեղ ճեմարանում համալսարանում այդ համակարգը սովորել եմ, բայց դա սովորել ընդհանրապես սկիզբն է, դու պետք է ամեն անգամ մեջը լինես։ Հայրերինը հետևյալն է, որ ճոխ ու հրաշք է։ Նախ ուղիղ են մեկնում տեքստը, ինչ որ մենք ենք փորձում։ Հետո խորքային, այսինքն այլաբանական են մեջից դուրս հանում։ Հետո անպայման բարոյական են տալիս։ Այդ ամբողջի բարոյական իմաստն են տալիս, որ չլինի ընդհանրապես գիտելիք, որ ես հիմա սերտեցի, հիմա գնամ տուն կամ բարեկամիս գործ 3-ի մասին բավական մանրամասներ կասեմ ու բարեկամս կասի ու բավական լավ գիտես Աստվածաշունչը։ Չէ, այս ամբողջը բարոյականորեն, սա մեզ է վերաբերում, մեր կյանքը պիտի փոխի, ոչ թե միայն գիտելիք մեզ տա։ Սա են անում հայրերը, ուղիղ հստակ հասկանում ենք, հետո դրա խորքն են փորձում բացել, մտնել ու անպայման առնչել սա մեր կյանքին։ Իսկ բարոյական բաժինը լավագույնս կատարում է Սուրբ Հովհան Ոսկեբերյան, որտեղ իր ամեն մեկնության վերջում մեկնությունից ավել մեկ հատ ճառ ունի, բարոյական ճառ, որը կոնկրետ այս նյութի հետ է։ Դրա համար պատահական չի, որ ինքը տիեզերական մեծ վարդապետ է։ Այսօրվա մեկնությունները, որ հիմնականում բողոքականյան մեկնություններն ուրիշ բաների վրա են, ուրիշ այսպես կոչված տեղեր են ավելի կենտրոնում։ Առաջինը տեքստային, բառային։
եթե հունարենը սենց է, եբրայերենը սենց է, սրա արմատավորն, այսինքն տեքստային, հետո մշակութային, փորձում են վերլուծել ժամանակի մշակույթը, հետո հասարակական, գրողը աղքատ էր թե հարուստ, ծառա էր թե տեր, հետո սեռային, որ ցավալի է, բայց էս էլ կա, այսինքն տղամարդա խոսողը թե կին, եթե տղամարդա ուրեմն ուրիշ բան, եթե կինա ուրիշ բան, հետո պատմական ու քաղաքական մեկնություններ։ Եթե ուշադրություն եք դարձնում, գոնե ինձ համար այսքան մասնատելը կինա թե տղամարդ եւ սրանք ավելի ոնց որ տաթևացու ասելով ճզմում են ու կաթի փոխարեն արուն են տալիս, որովհետեւ հիմնական մտքից արդեն միտքը կորցնում ես դու։ Ընկնում ես դիթեյլների հետևից ու իրական իմաստը կորցնում ես։ Երբեմն օգտակար բաներ կան մեջը։ Դրա համար ես միշտ խնդրում եմ, որ անպայման հայրերին ընթերցեք։ Կողքից եթե կուզենաք ունենալ սա, ինչու՞ չէ, բայց անպայման հայրին, որտեղ նախ իրենք ճիշտ են ձեզ բացատրում, այստեղ 99%-ով ճիշտ չի, տեխնիկական է բացատրությունները, կոնկրետ տեխնիկական, իսկ այնտեղ իմաստային է եւ ուղղափառ է։ Եվ դրա համար շատ կարևոր է, որ մենք հայրերով առաջնորդվենք։ Մշտապես այդպես է եղել, դարեր շարունակ, հազարամյակներ շարունակ։ Վերջի միտքը այս բանալի բառերն են, որ ամեն անգամ փորձում եմ ինքս ինձ համար հանել, բնական է մեզանից յուրաքանչյուրը իր համար պիտի փորձի հանել, առաջինը տաճարներ, հետո աղոթքի ժամ, մորից կաղծնված գաղափարը, դուռ գաղափարը, ողորմություն գաղափարը, մեզ նայիր արտահայտությունը, ոսկի եւ արծաթ չունեմ արտահայտությունը, Հիսուս Քրիստոսի անունը հատուկ դեղինով եմ գրել, որ լրիվ ամենախորքային ու ամենակարևորն է, վեր կաց եւ քայլիր արտահայտությունը, ձեռքից բռնել արտահայտությունը, ոտքի կանգնել արտահայտությունը, վազել արտահայտությունը, Աստծուն օրհնել, ճանաչել եւ վերջինը բաց չթողնել։ Եթե գանձը գտել ես, բաց մի թող։ Եվ հակիրճ հոգևոր վերլուծություն, որ ամեն անգամ փորձում եմ անել, հետեւյալն է, որ հաճախ մեր ակնկալածը, մեր սպասածը մեկ բան է, Աստծո տվածը մեկ այլ բան։ Երբեմն այդպես լինում է, հաճախ է այդպես լինում, պիտի հասկանանք, որ սա օրինաչափություն է։ Արդյոք մենք որքան հաճախ ենք Աստծո տուն գնում, սա հարցադրում է, որովհետև այս մարդիկ, որը մի քանի անգամ էին առաքյալները գնում, մենք որքան հաճախ ենք Աստծո տուն գնում։ Այս մարդը ոտքեր ուներ, սակայն նրանք չէին ծառայում։ Որքան օրհնություններ մենք ունենք, որ մեզ չեն ծառայում, քանի որ մենք չենք օգտագործում այդ օրհնությունները։ Եթե ստացել ենք, ապա պետք է օգտագործենք։ Այսօր առավել քան երբևէ այս միտքը ուզում եմ շեշտել, ավելի շատ կամքի հաշմանդամներ կան, քան մարմնի։ Քանի որ այսօր ալկոհոլից, թմրամոլությունից եւ ինտերնետից ու հեռախոսից կախվածությունը անցել է բոլոր սահմանները, եւ այդ կախվածությունը մեկը, որ ոտքն էր կախ կամ ոտքերն էին կախ, այս դեպքում մեր կամքն է կախ։ Ու սա շատ ցավալի իրականություն է։ Եվ վերջում այս հարցադրումը ցանկանում եմ նմանվել առաքյալներին, ովքեր Քրիստոսով են հարստացած, ոչ թե ոսկով եւ արծաթով։ Եթե այո, ապա Աստվածաշունչը ճանապարհն է ցույց տալիս։ Եվ իրապես փառք Աստծո այսօրվա համար եւս, որ միասին էինք եւ կարողացանք այս կարծես թե հակիրճ 1-ից 11 համարները այն փոքրիկ պիտի լինեին, բայց այնքան նյութ կար իրենց մեջ, որ անդադար ուզում ես խոսես, ուզում ես առնչես այս բոլորը մեր կյանքի։ Հիմա փոքրիկ ընդմիջում պիտի ունենանք